Ժորժան գրաֆիկից ահա որ հետ ենք ժամ ու կես պետք է գնանք կներեք Դե բանտ եմ ասում եկել եմ նորմալ ուղղակի գրաֆիկից հետ եմ մարդիկ շատ ժամ ու կես ես էլ ձեզանից եմ մի րոպե Սերգո բարունը համեցեք եղբայր համեցեք ես 60 տարի ավտոկրան եմ քշել ժողովրդին պետք է մեջը ավտոկրանը թողի ծախեցի դիմեցի մի 10 հատ հորթեր աղա փոքր հորթեր այդ որ թվին պահեցի մեզացրի շինեցի ամենքը 200 կիլո միս որտե տանմի չի կարում ծախել մեր պարոն քաղաքապետ երիտասարդ Ուրեն միջնորդես մի կերպ ծախեցի նորմալ գնով ծախեցի պահի չի կարում ծախի դե որովհետև պահելը մի խնդիր է ծախելը երկրորդ խնդիր է հիմա շատ դժվար է հիմա չէ եղբայր տեսեք հիմա մենք օրինակ գալիս ենք գյուղատնտեսական շատ տեղեր ենք մտնում օրինակ ֆերմա ենք մտնում որտեղ ծախելու խնդիր չկա ջերմոց ենք մտնում որտեղ ծախելու խնդիր չկա չէ նկատի ունեմ վաճառքը ինքը առանձին աշխատանք է որը պետքա ճիշտ շղթայի մեջ դնել եւ մեր խնդիրն ինչ է պարոն Պապոյանը ստեղ է էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ խոսում էինք որ այդ սխեմաները նաեւ գյուղացիների հետ հաղորդակցության մեջ մենք ճիշտ դասավորենք որովհետեւ հնարավոր ջունտամ որ գյուղացին կարողանա պայ 87 տարեկան եմ պայ մեծացրի Եթե չոքներ չի կարա ծախ Դե բա իրա գործնել օգնելն է որ ծախես Կարևոր ինչ ենք կռիվանում պետք է ծախել ենք Ազատ Գինը մի րոպե Կան մի բազար դեմս կդրմել մի պիժոյի մեկը գալիս էր ասում իրանք չունես Որովհետև Ժորժ ջան այդ մի քիչ ուրիշ այդտեղ Սննդի անվտանգության խնդիր կա, ստանդարտներ կա, այն 60 տարվա առաջվա ձևերը էլ չեն աշխատում։ Հիմա աշխարհը ուրիշ է, որովհետև որևէ մեկը որ ուզում է իր երեխու համար մի կիլո միս առնի, ուզում է համոզված լինի, որ այդ միսը նորմալ պայմաններում պահվել է, նորմալ պայմաններում մորթվել է, նորմալ պայմաններում տեղափոխվել է խանութ, խանութում նորմալ պայմաններում պահվել է։ Այն ժամանակ հա ես էլ եմ արել, բանը ցուլիկը գցում էին գետնին, հողի վրա մորթում էինք եւ այլն, գառը, բայց հիմա մարդիկ փոխվում են։ Մարդ էլ տենց միս չի ուզում առնի, մարդ ուզում է առնի միս, որ համոզված լինի իր երեխեն ուտելու է եւ որևէ խնդիր չկա։ Եվ այն միսը, որը բան է արվում, որը սենց հաճեցվում է ասում, ինքը վաճառքի խնդրեմ չունի, ընդհակառակը խնդրում են իրան, որ գան վաճառեն, գալիս վերցնում տանում են։ Հիմա մենք դրա համար նաեւ մեր նախընտրական ծրագրում 50 խելացի անասնագոմերի բան ենք նախագիծ ենք ներդրել եւ տոհմային կենթանիների տեսակարար կշիռը մեծացնելու այդ ձեր ասածը ես հիմա ինչ որ ասում եմ մի քիչ կարող է գրական լեզվով եմ ասում բայց ձեր ասածը թարգմանած ասում եմ թե մենք ինչ ենք անում եւ ոնց ենք պատկերացնում ձեր խնդրի ասած լուծումը դե այն բոլոր դեպքերում Երբ որ չի վաճառվի, պարոն Միքայելյանը այդ գործով կզբաղվի։ Նորմալ գին տվել են մսին, նորմալ գին տվել են։ Դե 1000 դրամով 3000 դրամով։ 3000 տարել է թարմից նոր տարին խնդիր ունի։ Կլուծենք։ Մեկ էլ ներքին քաղցի բանը եկեղեցու ճանապարհը։ Դա էլ կլուծենք։ Կարևոր բան է։ Տենց հարց չկա որ ասեք կա, մենք ասենք չէ որ չենք լուծում։ Հերթով։ Մենակ մի պայման կա։ Շատ կարևոր է, որ այ դուք, ես չգիտեմ ձեզնից ով տնտեսվարող չի, բայց բոլորդ էլ հաստատ որևէ բան առնում եք խանութից։ Դրա համար մի պայմանանք, ամեն բան առնելիս, թեկուզ մի տուփ աղ առնելիս պետք է ՀԴՄ կտրոն ուզեք։ Այ ՀԴՄ կտրոնը կուզեք, ճամփեն էլ կկառուցենք, գոյուղին էլ կանենք, եմուշ ճամփեն էլ կկառուցենք եւ ամեն ինչը կանենք։ Միակ բանը պայմանը հետ է, որ առևտուր անելիս Այդ գիտեք ինչից է, որ հələ չի է։ Նախորդ շրջանում հիշում եք, որ ՀԴՄ ընդհանրապես չեք վերցրել։ Այ դա դրանից է։ Հիմա հերթ համեցեք։